Բարի գալուստ, եթերում իմաստուններ պոդքասթն է։ Այս պոդքասթը հաստատված չէ ոչ մի գիտական հաստատության կողմից, որովհետև մենք վստահում ենք միայն անգլիացի գիտնականներին, բայց ոչ մի կերպ չենք կարողանում գտնել նրանց։ Ինչպես ասում են, 7 չափիր, 1 կտրիր։ Մենք արդեն 7 անգամից ավել չափել ենք։ Եվ այսօրվա մեր հյուրն է կենսաբան, հրուշակագործ եւ դարբին Մարտուն Հեշտունին։ Բարի գալուստ, պարոն Հեշտունի։ Բարև ձեզ։ Պարոն Հեշտունի, դուք չունեք գիտական աստիճան, բայց մարդիկ ձեզ հավատում են։ Այդ պատճառով մենք ձեզ կանչել ենք այստեղ պատասխանելու մի շատ ակտուալ եւ կարեւոր հարցի։ Երբ է աղջիկը համարվում կիսամերկ։ Ես ավելի քան 20 տարի ուսումնասիրություններից հետո հասկացել եմ, որ ամեն ինչ կախված է բդի բացվածքից։ Գիտականորեն Ոչ, սոցհարթակորեն եւ պրակտիկորեն։ շատերը կարծում են, որ եթե բուդը երևում է, ապա աղջիկը կիսամերկ է։ Ճիշտ է արդյոք այդ պնդումը։ Սա չափազանց պարզունակ մոտեցում է։ Տարիների ընթացքում ես դուրս եմ բերել բանաձև, որը կոչվում է Բուդդայի մեթոդը եւ լայն տարածում է գտել Բուդապեշտում։ Շատ հետաքրքիր է, ահա բանաձևը արտացոլվում է մեր էկրաններին, կխնդրեմ պարոն Հեշտունի մանրամասնել։ Քանի որ բանաձևը ստատիկ չի, ես իմ գրառումներից կարդամ, հա։ Նայեք, այստեղ կան կիսամերկության գործակիցն է։ Այն բացարձակ մեծություն է եւ բոլոր սեռերի դեպքում այն հաշվում է նույն ձև։ Բացառությամբ արական սեռի դեպքում այնտեղ մի քիչ ուրիշ ձև է հաշվարկը գնում։ B-ն բուդն է, L-ն լույսի անկյունը եւ Y-ն շրջապատի շոկի մակարդակը։ Իսկ ինչու է։ Եսիմ։ Իսկ ինչպես ասում էին հին լատինները, femurus est scandalus։ Սա իրական արտահայտություն է։ Ոչ, բայց նման է, չէ՞, հնչում։ Այո, ես հավատացի, իսկ հիմա անցնենք անառակության գործակցի հաշվարկին։ Կխնդրեմ ներկայացնել օրինակով։ Ենթադրենք հասակը 160 սանտիմետր է, քաշը 55 կիլոգրամ, տարիքը 24 տարեկան։ Բդի որ բացվածքից հետո, քանի սանտիմետր բացվածքից հետո թույլատրվում է Instagram-ում գրել այս սերունդը կործանվում է։ Բայց ձեր ներկայացրած թվերով հաշվարկելիս մինիմալ կիսաշրջազգեստի երկարությունը ստացվում է 5 մետր 2 սանտիմետր։ Ինչպես է դա հնարավոր։ Եթե թիվը չի համընկնում ձեր պատկերացումների հետ, պետք է փոխել բանաձևը։ Ինչպես։ Դա կոչվում է բուդապաշտական նեխաբանական տեսություն։ Հաջորդ հարցը ցելյուլիտն է։ Շատերը կարծում են, որ եթե կա ցելյուլիտ, ապա կարելի է քննադատել։ Իսկ ինչ է ասում գիտությունը։ Գիտությունը չի ասում, գիտությունը առաջարկում է։ Այսինքն ցելյուլիտը կապ չունի։ Կապ չունի, ունի թե չունի, թե ունի, թե չունի։ Մի արեք կունի, Մարտուն Հեշտունի։ Բայց իրականում ցելյուլիտն էլ բանաձև ունի։ Կներկայացնեք բանաձևը։ Իրականում ինձ ես մի բանաձևի համար էին վճարել, կամ երկարացրեք, կամ էլ ես գնամ, հա։ Այստեղ մենք պետք է ներկայացնեինք մեր գործընկերոջը, բայց քանի որ չունենք, ավարտենք այսօրվա հաղորդումը։ Այսօր մենք ապացուցեցինք, որ գոյություն չունի կիսամերկության հստակ բանաձև, բայց մարդիկ ամեն դեպքում վստահ են, որ իրենք գիտեն։ Սիրելի կիսամերկ աղջիկներ, ձեր սումիչկաներում միշտ ունեցեք մխիթար գոշի առակների ժողովածուն, որպեսզի երբ ինչ-որ մեկը ձեզ ասի անառակ, հանեք առակը ու ճպցնեք երեսին։ Հաջորդ պոդքասթի թեման կլինի, թե ով է եղել Թիգլապալասար առաջինը։ Մնացեք մեզ հետ։